Ասի դե։ Բարի երեկո իմ վրա չի կամերա։ Երեկո չի։ Բարի առավոտ սիրելի հերթադիտողներ, մենք կրկին վերադարձանք եւ այսօր մեր հետ տաղաբարում են մեր շատ սիրած տաղանդավոր սիրելի, շատ սիրելի, ինձ ուղղում են նույնիսկ արդեն Արմի Ռոքը։ Ես արդեն 2 տարի չեմ ծխում։ Իրանք միշտ են այստեղ, մի զարմացեք, այո, եւ ոնց եք սկսել ձեր առավոտը։ Շնորհակալություն տափակ հարցի համար, իրականում մենք բայց եկեք մենք ներկայացնենք։ Ճիշտ է, դուք կարիքը չունեք ներկայացնելու այդ տենց որ Ամեն դեպքում գնացինք հայ ստուդիոնը մեր հյուրը Սոնա Սիլվեր, Արմի Ռոք եւ Հայկ Ապրիկոտը։ Չէ, նորից։ Դու կարաս իմ պասպորտի տվյալներ ասես։ Դա պասպորտի համարներով։ Վահե Ախպերջանյանը, Հայկ Հարությունյանը եւ Սոնա Մովսիսյանը։ Այո, Բարի լույս։ Լույս առավոտի սիրելի մարդիկ։ Լույսը լավն է։ Կստացի, մինչև կանցնենք մեր մնացած թեմաներին, ինչին համար հավաքվել ենք ՀՀՀ-ի անելու։ Այդ թեմաներն են խոսում։ Այո, նաեւ ունենք անձնական շատ կարևոր թեմա։ Բացառիկ եթեր Մենք շնորհավորում ենք քո մամայի ծննդյան տարեդարձը։ Այսօր յուրահատուկ օր է, այո, ինձ համար մամայիս ծնունդն է, ես նույնպես շնորհավորում եմ, շատ սիրում եմ իմ աշխարհն է, իմ ամեն ինչն է, միայն թող առողջ լինի։ Եվ այդ առթով մի բան խնդրում կատարեք ձեր մայրիկին, եթերում լսեք։ Մենք չենք լսում, դու ինչ ես ասում, բայց Երկար տարիների կյանք թող միշտ քո կողքին լինի։ Ես նկարը տեսա շքեղ երիտասարդ կին է։ իմ ամենասիրելի խոսքերն են, որ լսում եմ մայրիկիս մասին։ Մայրիկը չզգա երկը։ Яблоко, яблоня։ Ես կարող եմ երկել։ Այդ գեներն է կրում իրենք։ Ես կարող եմ երկել նվիրենք երկի թող լսեք։ Գեղեցիկ ստեղծագործություն է ծննդյան տարեդարձի արդիվ։ Սեղանից կամի հայացք, կամի նայվածք, որ հերվում է, որ տանջում է, ինձ կսերիշ։ Մամայի մասին չէ։ Մամյանք մամա։ Հերթի ինչքա ման։ Happy birthday ներսա։ Շատ լավ։ Մերսի շատ շնորհակալ։ Շնորհակալ եմ ձեզ, որ եկել եք, որովհետև Նախորդ երեքան հետաքրքիր չէ, որովհետև ձեր պես մարդիկ նախ ուշ եք քնում, սկսենք այդտեղից։ այ ես այդ հարցը։ Բայց ձեր համար զարթնում։ Իխորոցար շնորհակալ եմ իսկապես։ Ու այն գործը, որ մենք քիչ առաջ լսեցինք, դիտեցինք, որ պրեմիերան եղավ մեր եթերում, մենք քննարկում ենք մեր նախորդ եթերներից մեկի ժամանակ, ոչ ամանորյա տոնական, դրանից առաջ։ Ու ինչպես ստացեց, որ վերջին ընտրությունը կանգ առավ, որ հենց դանդաղ սիրային գործ պիտի արվի։ Մենք պայմանավորվել ենք, չէ՞։ Ձեր հետ։ Սկսենք։ Իրենք չեն ուզում։ Դանդաղ։ Հիշում եմ շատ լավ։ Դանդաղ առաջարկից, որ պիտի առաջինը լինի դանդաղ սիրային երկը եւ մենք ընդունեցինք սիրով այդ առաջարկը։ Աննա ջան, առաջարկի հաջորդ երկրի ինչ աջինո, մենք ընդունել ենք առաջարկը։ Այսօր մեր հաջորդ պլանները Հաջորդը շանսոնը Ձեր մոտ դրա համար եք գալիս։ Հաջորդը թող լինի ակտիվ ավելի։ հասեցեք։ Շատ կանխատեսելի ենք իրականում։ Այո։ Լավ, խոսենք մի փոքր ավելի մանրամասն, հա, տենց են որ լաքշրի մեքենաներ չկար, տենց բիկինիով Նախ շատ շքեղ եք, իսկապես շատ որակով հրաշալի գործ եք արել, ինչպես միշտ։ Ինչ որ շարմայի կամ բան։ Չուզեցին իրանք ասեցին, չէ։ Ես էլ եմ ուզում։ Կարմիր զգեստին կխանք։ Տեսել եք տեսահոլովակի մեջ։ Ձեր զորով իրան մեկը նստածրած լինի, եթե ուզում փախնի, ասեմ պատճառը։ Հիմա բացում են գաղտնիքները Կարեն եւ Անահիտ ջան, ես ամբողջ տեսահոլովակի նկարահանման ժամանակ սոված էի։ Ինձ այո։ Շատ լավ հետո քեզ կերակրել են։ Այո, հետո հա, բայց ընթացքում ես սոված եմ եղել։ Դրա համար դժգոհ դեմքով եմ եղել։ իրոք եթե մի հատ էլ նայեք, մի կողմ ուտելիքը մի կողմ։ Առավոտվա ժամ 10-ից դա գցած էինք, աշխարհի մի կողմ կապ ունի։ Կներես։ Կախոն էինք նվագում։ Կներես։ Բայց իրանց ձեր, այսինքն, ֆունկցիան փոքր ավելի բարդ էր sense տեսալվակում, ամեն ինչը սոնայի վրա էր ստավկեն։ Մյուս երկրում օրինակ կարող ենք պարենք, բան ինչ որ մեզ ցույց տանք, բայց այստեղ Գիտար էի նվագում։ հա, ես գիտար էի նվագում, ինքը կախոն էր նվագում։ Իրան ամենաբարդ իրարն էր։ Լավ, ստացված էր լավներ, ովքեր են մյուս թիմակիցները, ովքեր աշխատել են տեսալվակի վրա, ռեժիսոր Տիգրան Ավետիսյանն է, մեր շատ սիրելի ռեժիսորը, Squad Dance-ի բարողները շատ նրանց հետ նույնպես
բազմիցս աշխատում ենք, շատ այնց պահպանողական բնավորություն ունենք, որ մեկ հոգու այդ եթե աշխատում կյանքի վերջ։ Իսկապես, միջև վերջ, չէ, փոփոխություններ ես համենայն դեպս չեմ սիրում, ու տենց ին վրա մի նայի հիմա դու, որովհետև իրանք շատ սիրում են տենց ինչ-որ էքստրիմներ, sense չգիտեմ, ահա, փոփոխություններ, փորձենք այս, ինչի համար փորձված բանը։ Չէ լինի, որ դուք երեքով սիրեիք ինչ-որ տենց շատ ռոմանտիկ, հանգիստ, թեթև ինչ-որ բաներ։ Պիտի մեկը ավելի կրակոտ լինի, մեկը սոված միշտ պիտի լինի։ Հա, իրականում դժվար է կարել։ Ահագին նյարդեր ենք կայք։ Իմ վրա ես կարող եթերներում այդ ձեն բարձրացնես, հələ։ Բայց հենց այդ տարբերությունն է երեքի, որ հայ ստուդիոն դարձնում է շատ հետաքրքիր ու տարբերվող։ Դե հա, արդեն ամեն դեպքում 15 տարի է աշխատում ենք, կարելի ասել։ 11 թվականներ Չարաբաստիկ Stay with me երգից, որ սկսվեց ու դարձավ ճակատագրակ։ Սովորել ենք ուղղակի միմյանց, այդքան բան։ Կարանք շատ լուրջ վիճենք, բայց մոռանանք մի ժամ հետո, դա կամ ավելի շուտ։ Իրական ընկերությունը հենց դա է կարծում։ Հա։ Վերջը ինչ ուզիչ փոխանակ։ Բայց ասեք, որ եկեք եւ ասում եմ, միգուցե ոչ եթերային բան եմ ասում, բայց ծուրը նստենք եւ դուզը խոսենք, հա։ Ձեր ակտիվ գործերը շատ սիրված են հասարակության կողմից։ Այդ հարցը չկա։ Հարց չկա։ Հարցերը մենք ենք։ Սիրում են այդ ավելի գերակտիվ։ Իշտա որպես Սոնա Սիլվեր առանձին տենց անհատական կարիերայով ձեր գործերի մեջ շատ կան սիրային, նուրբ սիրուն ֆանտաստիկ գործեր կան, առանձին տենց պատկերացնում ու սիրում են, բայց հայ ստուդիոն կարծես թե ոչ, թե սխալվում ենք մենք։ Չէ, ճիշտ եք ասում, հա։ Այդպես ենք տպավորությունը ստեղծել, քանի որ իրականում մենք այսպես հայտնի դարձանք տարան երգով, որ ակտիվ է, որ բոլոր խնջույքներին ամենտեղ կլսեք այդ երգը, ու այդպես տպավորությունը բոլորը մեզանից սպասում են ակտիվ երգեր, ուղղակի էքսպերիմենտներ անելը օքեյ է ինձ թվում։ Իհարկե, միշտ։ Փորձել, միգուցե մի բանը ստացվի, մյուսը չէ, պետք է այսպես անդադ փորձել։ Հիմա ես որ ասեմ մեր մյուս երգը որ անում ենք ընդհանրապես այն ինչ որ այլ ենք կապ չունի փորձել ենք R&B երգ անել որ մյուսը թողարկելու ենք ամենայն հավանականությամբ էլի ոճային փոփոխությունը փորձում ենք տարբեր ոճերով տեսնենք որն է անում ենք այն ինչ որ մեզ հոգեհարազատ է ու որը որ ստացվում է լավ է։ Ինչ էլ անում եք որակով կարևորը եւ կարծում եմ այդ ոճային հետաքրքիր փոփոխությունները իսկապես պետք է հանդիսատեսին, որտեղ նույնա ոչ լինելն էլ ամեն դեպքում կարծում եմ օգնեցին հանդիսատեսին։ Քանի որ վերջի 3-4 երգի մեջ մենք այդ վոկալիզները արել ենք, Սոնեի վոկալիզները ու այսինքն ինչ որ ժամանակ պետք է դադարենք դա ու նորից ինչ որ նոր բան ենք, հետո էլի վերադառնանք։ Այո, դուր մի բան հավելեմ, եթե դեմ չես, ասում ես թե մենք փորձենք թե որն է ավելի, բայց մեզ արդեն ընկալում են որպես այդպեսին այդ մեր վոկալիզներով ու բարի եղանակներով, հա։ Բայց այն էլ կարող են ընկալել։ Սա ավելի շատ մենք փորձում ենք նոր ինչ-որ մի բան անել։ Այն արդեն մեզ հենց այդպես էլ ընկալում են, բայց թե հոգնածնող չլինի, էլի դա։ Դե որտեղ արդեն Սոնայի կողքին որ տղաներին տեսնում են, արդեն ավտոմատ ասում են, այս է թույն բան է գնալ միանգամից։ Սոնային որ մենակ են տեսնում, քեզանից այն որ ցանկացած բան կարելի ասում չէ, անկանխատեսելի։ Ապրես, քեզանից շատ բան կարելի ասել։ Տղաների հետ միշտ այդ կաչը դե Մի վատացի, հա, էլ դստած։ Բայց դա չի նշանակում, չէ՞ որ մենք օրինակ դուք այսինքն էլ մենք ասելով դադարելու ենք նման գործ անել, այսինքն չենք համանախապակվելու այս մի հատով, էլի սենց սիրուն գործեր ունենալու ենք։ Չգիտեմ, Քրիստ հայացքով նայել։ Աշները միշտ լինեն իմ կարծիքով, հա, սենց սիրուն գործեր էլ ձեր մոտ պետք է լինեն։ Միգուցե ես որպես պրոդյուսերական տեսանկյունից չեմ հասկանում դա այդքան բայց պիտի լինի, թե չէ։ Տեսնենք էլի։ Այս ֆիդբեքը ինձ համար շատ կարևոր է դարձել։ Այսինքն դա ինչ հայ։ Բայց մի բան ասեմ, օրինակ կան երգեր, որ ունեն ժամանակ կարծում եմ, հնարավոր է ինչ որ այս պահին դա հիթ չի, անցնի մի քանի տարի այդ երգը դառնա հիթ։ Լինում է։ Ու այդպես բացարձակ կարծիք չէ որ չաշխատեց երգը։ Օրինակ մեզ համար ինչն է աշխատելը, որ ունենա 15 միլիոն դիտում դա աշխատեց, հա, այսինքն դա փաստացի չէ դարձել չէ, բայց բովանդակային երաժշտություն չէ եւ ավելի զանգվածային է։ Բայց մեր պրոյեկտը չեմ կարծում, որ մեր պրոյեկտը շատ կոմերցիոն է, այսինքն մենք հատուկ այն երգերը, որ անում ենք, փորձում ենք անել այնպես, որ լայն մասշտաբներ լսեն, то есть մեր նպատակն էլ է դա։ Այսինքն ինքը կոմերցիոն նորմալ փոփ երաժշտության պրոյեկտ է, որտեղ փոփը նշանակում է պոպուլյար, այսինքն պետք է տարածում գտնի։
Շատ եմ սիրում Անահիտ ամեն անգամ շեշտում եմ որակով կարևորը որակ շատ եմ գնահատում Անահիտ։ Լավ, մի հատ ես հես հարցնեմ։ Ապա, Ես ամբողջ գիշեր մտածում եմ։ Սիրով։ Սիրելի Կարեն եւ Անահիտ ջան, դուք որպես շուտ արտնացողներ, մասնագիտություն ունեցող մարդիկ, ո՞նց եք անում շուտ քնում, եթե գիտեք հաջորդ օրը պետքա շուտ արտնանաք, որտեղ ես գիտեի այսօր մենք եթերի ենք ու ամբողջ գիշեր մինչև ժամը 4-ը YouTube-ում նայում եմ, ասենք ով կկրի 20000 Michael Jackson, թե մեր կոդ Գարիլան, ինչ որ տենց անիմացիա վիդեոներ։ Հիմա ասեմ հասկանալ իսկ ոնց անել, որ շուտ քնել։ Օրինակ ես այսօր քնել եմ ընդամենը 2 ժամ։ Հա, փաստորեն խաղ։ Մի քանի օր շարունակ ինձ մոտ անքնություն է, բայց փորձում եմ ամեն դեպքում 7-ից 8 ժամը պահել, բայց այս 3 օրը չի ստացվում։ Չի, բայց Ինչպես 2 ժամը 7 ժամ չի։ այսօր չստացվեց, ինչ արած։ Կարեն ջան դու միգուցե պատասխան։ Ինչպես է Մի պատասխանեք, կարող եք ուղղակի անցնել առաջ։ Ինչ ձևեր կա, որ իմանամ, չանեմ։ Չէ, իմ ձևերից մեկը պարզապես 3 երեխա ունեն։ Ուղղակի դու երեկոյան ելույթների եք։ Շատ սենց են որ Բաստորեն դու ես վիդեոները Գարիլա բոտ։ Հա, բայց գոհ նորմալ վիդեոներ նայես, նամես ամեն անհետաքրքիր է, որ կյանքում չէի նայի, բայց այդ րոպեն ուզում եմ Լավ, նայել։ Լավ, հասկացանք, վայ, հա։ Շնորհակալություն, ժամանակն է տաղավարից դուրս գալու, գնանք մեր սպալնյայում, այսինքն մեր սենյակում, ինչպես որ մենք սիրում ենք ասել մեր անկյունը, որտեղ հաղորդավարներով հավաքում ենք եւ հյուրերով, գնում ենք սրճելու։ Ժամանակն է տաղավարից դուրս գալու, գնալ սրճելու։ Այո։ Դա Գարիլաների վիդեոների շարունակությունն է։ Առավոտը եթեր է, բայց Մեր հյուրերն են ֆանտաստիկ հայ ստուդիոն մարդիկ, որոնց հետ պարզապես կարելի է խոսալ ինչից ուզես։ Թողեցիր հարց տամ, անկեղծ։ Դե որովհետև ասցինք всё, փագի, всё, տացեք, վերջացած ձեր եթերը։ Հայ ստուդիոներ, մեր հյուրը Սոնա Սիլվեր, ֆանտաստիկ շքեղ ինչպես միշտ, են որ sense ամեն ինչ իդեալական։ Շքեղագույն։ Շնորհակալ եմ շատ սիրելի։ Համն ու հոտը ու տրամադրությունը տեղը, Արնիրոկը, Արնիրոկը իհարկե։ Եվ իսկապես մեկըդ մյուսին լրացնում եք, ինչ ուղղակի համեստ կարքին տղա։ Առանց որը ջերքերը չէին լինի։ Սա կետերությունն է։ Շնորհակալ ենք շատ Անահիտ Հակոբյան, Կարեն Մոլիտվին, մնացեք մեզ հետ, վաղը տաղավարում կաշխատենք։ Հանդիպենք Գարնանը։ Բայց միացեք երկու շաբթի մեր մյուս եթերը երկու շաբթի լինելու։ Пока։